Սիմոն, Սիմոն, Սատանան ուզեց ծորենի պես մահեն անցնել ծեր բոլորը, բայց ես աղոթեցի քեզ համար, որպես հավատքդ չլմնա, որպես տուն երբ վերաթարնաս ինձի քաչալերես քու եղբայրներդ։ Այսօրվան ավետարանը Տեր Հիսուս Քրիստոսի վերջին գիշերվան մասին է։ Վերնադուն հավաքված է աշակերտներու հետ զադիգը դոնելու, ոչխարը մորթված է, սեղանը սարկված են և աշակերտներու հետ երբ որ Տեր Հիսուս կխոսի այդ գիշերվան մասին կսե որ ես պիտի երթամ, դուք չեք կրնար գալ ուր որ ես կերթամ, հովիվը պիտի զարնվի, ոչխարները պիտի դարածվին։ Տեր Հիսուս իր մատնության և հալածանքներու մասին խոսեցավ, մահվան մասին խոսեցավ իր աշակերտներուն և աշակերտները շատ չհասկացան ինչ է, բայց հասկացան, որ Հիսուս պիտի երթա իրենց մե։ Եվ սկսան խոսելու, թե ով է իրենց մեջը ավելի մեծը, ով պիտի առնե Հիսուսին դեղը, ով պիտի իշխե։ Ուրեմն երբեմն երբ որ մենք մեր սիրելիներուն, մեզ մեծ եղածներուն գնայինք, նույնիսկ կսիրենք անոնց, բայց մեր սիրտին մեջ թաքնված ըսկացումներ կա անոնց տեղը անցնելու։ Շիտակ է որ գսրենք մեր հայրը և մայրը, բայց մեկ կողմեն ալ կուզենք որ անոնց ժառանգին նստինք մենք։ Մեկը կարելի է որ գսիրե իր դնորենը, բայց իր սիրտին մեջ ըսկացում մնալ գրնալալ, որ ինքը երթա և ինքը անոր տեղը դնորենը լա։ Հետևաբար աշակերտներու մեջ մեկենի մեկ այդ ով մեծ պիտի լա արյուծը արթնցավ և խմբակներու փաշնվեցան։ Հակոբոսի խմբակ մգար, Պետրոսի խմբակ մգար, Հովհաննեսի խմբակ մգար, այդպես արդեն իրենց մեջը նվիրաբեդություն հիմնած էին և Հիսուս երբ որ տեսավ ասիգա ըսավ անոնց որ այս աշխարհի թագավորները ուրիշներու վրա գիշխեն, գճզմեն և փարերար կգոչվին։ Ցեր մեջ այդպես պիտի չլա, ցեր մեջը առաջին ըլլալ ուզող սպասավոր պետք է լա և սեղանեն ելավ և անոնց աշակերտներուն ոտքերը լված։ Հետո դարձավ Պետրոսին, որովհետև իր սիրտին մեջ գար այդ մեծության զգացումը, ինքսինք պատրաստ կտեսներ իր եղբայրներուն առաջնորդելու, սա որ Սիմոն, Սիմոն, Սիմոնը Պետրոսի առաջին անունն էր, այսինքն փուն անունն էր, Հիսուս դրած անոր Պետրոս, Քեփաս անունը, Ժայրս է, այսինքն դոգուն մարդ, հաստատ մարդ, ծիպնորս էր, մգանները զորավոր էր, ցայնը գոր էր և հետևաբար Տեր Հիսուս անոր սավ Ժայրես, կարելի է փամ մտնել քուրատ։ Ուրեմն Պետրոսին դարձավ և իր մեջ այդ խարն զգացումները տեսավ և ըսավ որ Պետրոս, Սիմոն, Սիմոն, Սատանան այս գիշեր պիտի մաղեց ես, ինչպես ցորենը կմաղեն։ Եվ ես աղոթեցի, որ քու հավատքը չլմնա, երբ որ ինձ վերաթարնաս, քաչալերես քու եղբայրներդ։ Երբ որ Պետրոսը լսեց ասիգա, ըսավ ինչս էլ է քեզի վերաթարնալ, ես երբեք պիտի չծկեմ քեզի։ Ասոնք դգար են գրնան ցկել քեզի, բայց ես չեմ թողուր քեզի, մինչև մահ կերտամ։ Պետրոս ըսավ, մինչև ակաղաղը չգանչե տուն ինձի 3 անգամ պիտի մերժես, պիտի ժխտես, պիտի ուրանաս։
հարգավ թե Պետրոս սա որ ես չամներ այդպես բանը ես վստահ եմ ուրեմն սիրելիներ նոր տարի է նոր տարին ինչ պիտի ըլլա նոր տարին սատանան պիտի կա եւ ծորենի հադիգի պես պիտի մաղե մեզ այսինքն ինչ որ մեր մեջի ճշմարիտ է դուրս հանելու համար ուրեմն սատանան այդ վերջին օրերուն մտավ բոլոր աշակերտներուն վրա փչելու սկսավ վախը Հիսուս պիտի մերցվի մեզիալ պիտի մերցնեն արդյոք Հիսուս պիտի մերցվի հետո մենք ինչ պիտի ըլլանք 3 տարի այս մարդուն յետևեն կացինք մենք ինչ պիտի ըլլա մեր աբական ինչ պիտի ըլլա մեր շահը մեզ խոսք տված էր որ ինքը թակավոր պիտի ըլլա մենք ալ անոր հետ միասին պիտի իշխեինք Իսրայելի 12 ցեղերու վրա ինչ եղավ եւ սատանան այդ հորեդեսությամբ փչեց բոլորին վրա եւ բոլորին շարժեց բոլորին հավատքը շարժեց եւ Հութան Իսկարիովդացին բոլորովին ինգավ Ցորենը ինչպես կմաղեն երեք բան պետք է ցորենը մաղելու համար հով մաղ էլեք եւ ցորեն ուրեմն երբ որ ցորենը հարթին հետ միասին է պետք է ցորենի հադիգը այդ հարթեն պետք է փաշնվի անոր համար ամենեն թրինջամփան հին ժամանակներու մեջ երբ որ հով գփչեր ցորենի այդ փույսը փոլորովին հովին գծանեին այդ հասկերը ցովին հովին նեդեին հովը հարթը գարներ եւ գդաներ եւ երբ որ մաղին զարներ հարթը գինար ցորենը ուրիշ կողմը գանցներ ուրեմն մաղը ինքնին օգտակար փամն է եւ անոր գմաղը օգտակար փամը կնա հետավապար հետաքրական գերբով սատանան թրագան փամը կնա սատանան գմաղը ցորենը մեջտեղ հանելու համար որովհետեւ ամեն մարդ կգարցե որ ցորենը ինքը եւ լավ է ինքը բայց կարելի է որ ինքը բարապ հարթ է բարձապես ինքը բարապ քուլուխ է բարձապես փորձությունը կփաստե թե մենք ով ենք ուրեմն 2026-ը մեզ պիտի մաղե եւ մեր հավատքը պիտի փորձվի փորձությունը շատ հետաքրքրական բան է մեզ համար որովհետեւ ինչու կփորձվենք մենք Աստծո կհավատանք Աստված պետք է բահե մեզի բոլոր փորձություններն բայց մենք կտեսնենք որ մեկը որքան հավատացյալ դառնա այնքան փորձության թուրերն ալ կփածվին Ոյվե փորձության ցանկին մեջ մեր գլխին եկած ոյվե փորձությունը անպայման 3 բաները պետք է ունենա հոն պետք է լա սատանան փորձիչը հոն պետք է լա Աստված իր հոգիով եւ հոն ուլանք պետք է մենք մեր անձով, մեր գիրքերով, մեր ցանկություններով, մեր ծրագիրներով, մեր գարություն ու դաղանտներով մենք հոն պետք է ուլանք։ Հակոբոս Սարակյալը գսե ոչ ոք չփորձվիր Աստուծո գոմե չարփաներով։ Ամեն մարդ իր գիրքերեն քշվելով կփորձվի։ Հետևաբար ոչ ոք չսե որ Աստված ինձ կփորձե։ Ուրեմն
Աստված մեզի չփորձեր, բայց փորձուվիլ գուզե որ փորձվենք մենք։ Եվ այդ կորձը դրվել է սատանային եւ մեզի։ Աստված հոն է դիտելու համար, դեսնելու համար, եւ եթե մենք ուզենք օգնություն ստանալու համար, բայց փորձությունը պիտի կա։ Եվ փորձությունը Դեր Հիսուս կսե որ քու ամենեն զորավոր եղած դեղեն պիտի կա։ Ինչ կսկաս, ինչ է ամենեն մեծ ուժդ քու, ինչով կհբարդանաս։ Ինչն է որ ամեն մարդուն ցույց տալ գուզես, հոնդեղեն պիտի փորձվես, հոնդեղեն պիտի ինաս։ Էզոպը հեքիաթ մունե, եղնիկ մը եղջուրներուն գհիանա, բայց իր փարակ ոտքերեն չախորժիր։ Երբ որ ինքզին գտիդե ճուրին վրա գհիանա իր եղջուրներուն եւ հետո գսե ոտքերուն այս զորավոր մարմինին եւ եղջուրներուն փոխարեն ես ինչու այս նիհար ոտքեր ունիմ ես։ Ին ոտքերս ալ զորավոր պետքեր ուլար, մեծ պետքեր ուլար։ Օրմը անդարին մեջ քայլերը իր յետևը գինան։ Բայց ինքը անոնց մե առաջ կերտա չեն գրնար հասնել իրեն, ուրեմն իր ոտքերուն գնայի հագսը, ոտքերս ալ կորձի գծարայեն եղեր, հետո մեգենի մեկ եղջուրներով ձարի մը գպրնվի։ Որքան որ ուզե փրգվիլ, ավելի գպատտվին ձարերը։ Եվ քայլերը գմոդենա, ցայլերը գմոդենա, գսկսի անիծելու իր եղջյուրները։ Հետո քայլերը գուքան եւ գուտեն։ Ուրեմն մարդու ուր դեղեն գփրնվի եղեր, իր ամենեն զորավոր եղած դեղեն գփրնվի եղեր։ Ուրեմն ցեր զորավոր եղած բաներն ուշադրություն պիտի ունեք։ Ցեր զորավոր եղած բաները անպայման ցեր ունեցածները չեն։ Ցեր ունենալ ուզածներն ալ գրնան ըլլալ։ Ցեր մեջ այնպիսի զորավոր ворթեր գրնա ըլլալ, որ փափակներ, ցանկություններ, երևակայություններ անոնք ցեզի գարնեն եւ ուրիշ տեղեր գրնա դանել։ Հետևաբար պետք է ուշադիր ուլանք մենք ինչ շատ զորավոր է մեր սիրտին մեջ։ Հարստանալու փափակը, մեծ ըլլալու փափակը, համբավավոր ըլլալու փափակը, առաջ ըլլալու փափակը, ուրիշներուն պատժելու փափակը, վրեժ առնելու փափակը, երբեմն ասոնք մեր մեջնեն, ուժերնեն եւ սատանան գուքա գփչե իր հովով, որբեսի այս գրակները մեր մեջ փորփոքվին եւ մենք սխալներ կործենք։ Պետք է անդրադառնանք մեր մեջ եղած դգարությունները մեզի վնաս չեն դար։ Ինչու, որովհետեւ ինչ որ դգար է անոր վրա գքրքուրանք մենք եւ գիտենք։ Եթե ցեր մարմինի մեջ վերք մը գա, անիգա գփատտեք, գքրքուրակ, եթե ցեր ոսկորներն մեկը գոդրված է, ցեր միտքը միշտ անոր վրա գլա։ Հետևաբար հոնդը գբաշխանեք։ Իսկ ցեր մարմինի մեջ ամենեն զորավոր բանը, որ անհանգստություն չունի, հոգ չկներ։ Ցեր ստամոքսի չծավիր, ցեր ամեն ինչի գուտեք։ Հետո կանսեր գամած ցեր մեջի գմեցնա։ Հետևաբար Պողոս առաքյալը գսե, երբ որ դգար եմ, այն ադեն զորավոր եմ, որովհետև դգարությունները մեզի Աստուծո գթարցնե, Աստուծո մե ուժ գխնդրենք մենք, իսկ զորությունները Աստուծո մե գհերացնե, մենք մեզի վստահելու գսկսենք։ Ուրեմն, սատանայի փորձությունները
Եթե հաղթենք, փորձառության կվերածվի։ Եվ ասիկա Աստուծո համար շատ թանկագին է։ Բայց Աստուծո ակնկալությունը եւ Սատանայի ակնկալությունը դարբեր է։ Սատանան փորձություններու մեջ գուզե որ մենք մեր հավատքը գործունեենք։ Հոգևոր աշխարհի մեջ երբ որ մենք մեր էության նայենք, ամենեն թանկագին բանը մեր հավատքն է։ Ինչու՞, որովհետև այդ հավատքը մեզի Աստուծո կգապե։ Սատանան չուզեր որ մենք իինանք, իինալով գործունենք նաև մենք մեր հավատքը։ Ուրեմն Պետրոսին գսե դերը պիտի իինաս, բայց ես աղոթեցի որ քու իինալով հավատքը չգործունես։ Ինչի հավատք ինձ հանդեպ եղած, Աստուծո հանդեպ եղած, իինալը հետո վերստին ելնելու եւ վերստին սկսելու վերապերյալ հավատք, անիկա չգործունես, որովհետեւ եթե անիկա գործունես, ամեն ինչ կգործվի։ Պետք է այդ հավատքը մնալսելով աղոթեցի քեզի համար։ Իսկարիովդացին անալ ինգավ։ Ոչ միայն ուրացավ, զախեց, թավաջանեց իր դիրոջ, բայց ինքը նաև գործունցուց հավատքը, այսինքն փորձությունը իր վրա իրականացավ։ Անոր համար 226-ին ինչին ուշադրություն ըլլամ, եթե հարցնեք ինձի, պիտի ասեմ քու հավատքի դեր դարձիր, որովհետև հողմերը պիտի փչեն, Սատանան փոթորիկներ պիտի ստեղծե, խավար օրեր, սև օրեր պիտի ունենաս, բայց հավատքդ պետք չէ գործունես։ Սուրբիմը դեսիրքի մասին գարտացի, Սուրբը գսե որ դեր շատ կուզեմ իմանալ մահվան Բախուն ինչ կլա մարդուն։ Դերը գսե որ բոլոր մերնողներուն քովն եմ ես։ Եվ մեկ բանի միայն գնայիմ, իր մեջը հավատ կա, թե ոչ, ինձի գուզե թե ոչ, ինչ մեղքեր որ կործեր է, անիգա հետակայի կործն է, բայց մերած բահուն ես գնայիմ, որ այդ մարդը, այդ անձը ինձի գուզե թե ոչ, ինձի հետ ըլլալ գուզե թե ոչ, իր կյանքին մեջ Աստված ըլլա գուզե թե ոչ, եւ Սուրբը գսե որ ով դեր գսե ամեն մարդ գուզե մահվան բահուն քեզի հետ ըլլալ, որովհետև չի գիտեր, դերը անոր գսե որ մահվան բահուն ինձի ուզելը մեկ վարգյանի կորց չէ, ծեր ամպոչ կյանքին կորցն է, դուք ամպոչ կյանքին մեջ ամեն օր և ամեն վարգյան կփորձվիք ինձի գուզեք թե ոչ, հետևաբար անիգա ծեր մեջը գստեղծե փափակմը, մարդմը արցանակործին գնայի իր մուրջով մարմարին գզարնե, 100 անգամ գզարնե փամը չփոխվիր, բայց 101-րդ անգամ գզարնե և գտորմը գինա հոնդարան։ Եվ մարդը կհասկնա, որ ոչ թե այդ վերջին հարվածն է, այլ դված 100 հարվածն է, որ անիգա մեջտեղ անեց։ Հետևաբար ոչ ոք Աստուծո պատրաստ չի գնարլալ, ոչ ոք Աստուծո չի գնարսել մահվան բահուն, ես քեզի գուզեմ, եթե հիմա չսեր, եթե ամեն գիշեր չսեր, եթե ամեն օր չսեր, Աստվածաշունչի ամենեն հուսատրո համարներեն մեկը ենովքի մասին ասված խոսքն է,
Ենով կգսե արդար մարդեր Աստուծո հետ 365 տարի Աստուծո հետ քալեց եւ Աստված իր քովը արավ անիկա առանց մեռնելու ուրեմն սիրելիներ պետք է Աստված դեսնե մեր մեջը իր հանդեպ այդ սերը այն հավատքը եւ սատանան գուցե որ այդ հավատքը խլեմես մե փորձությունը գուկա գրնասինալ փորձությունը գրնակալ գրնաս խապվիլ բայց քու հավատքդ պետք է հոն մնա երբ որ Աստված աթամ եւ Եվային ասավ այս բուդուղեն մի ուդեք եթե ուդեք պիտի մեռնիք անոնք բուդու գերան իրենց աչքերը բացվեցան եւ որ Աստուծո հետ թեմ հանդիման եկան ամիջսան Աստուծո դերևներով իրենց ծածկոցներ շինեցին եւ հետո սկսան զրուցելու Աստուծո հետ չսին որ չենք ուզել քեզ հետ խոսիլ այլևս մենք մեղավոր ենք այլևս մենք սատանային խապվեցանք քեզ հետ կորց չունենք չսին նստեցան եւ զրուցեցին Աստուծո խոսքերը լսեցին Աստուծո բադիշը ընդունեցին եւ Աստվածալ զանոնք աշխարհ ու արգեց մորթ հագցնելով հետևաբար մարդկային ցեղի պատմություն այս է սիրելիներ գնաս մեղանչել հարգավ թե այս սազս քեզի արդոնություն արդոնակիր չի դար մեղ կորզելու ես Աստված գսիրեմ արդեն ըսելու չէ ամեն մեղ կհերացնե մեզի եւ մեր սիրտը կբաղեցնե ամեն մեղ մեզի գրնա հութային վերածել միշտ Պետրոսի չենք դառնար մենք աբաշխարելով ետ դառնանք հետևաբար պետք է միշտ ուշադիր դառնանք միշտ մեզի դգար դեսնենք մեղքին եւ սատանային արչև միայն գրնանք զորանալ Աստուծմով 5 տարեկան մանուկը հասուն մարդուն ինչ կրնա անել բայց երբ որ 5 տարեկան մանուկը իր հոր ցերքեն կփռնե ինքը ուժ մնա զորություն մնա հետևաբար փորձություններով ադեն երբ որ մենք կարողանանք Աստուծո ցերքեն փռնել այնադեն մենք Աստուծմով գլեցվինք եւ սատանան գտեսնե մեր արջևը հավատացյալ մարդը հավատքը մեզի Աստուծո գաբող թելն է նայեցեք այս լամպերը այս չահերը կփայլին որովհետեւ իրենց մեջ էլեկտրականություն կա էլեկտրականության յանքը փայլուն գտարցնե երբ որ թելը գդրեցեք ոչ մեկ փայլունություն չմնար հավատքը մեզի Աստուծո գաբողն է հետևաբար մեղավոր գրնանք լալ դգար գրնանք լալ օրեր Աստված գրնանք չհիշել բայց հավատքդ մի կորսունցներ հավատքդ բահբան է Գրգին ու գրգին քնա Աստուծո արչև լսե Աստված իր սիրած զավակները գբաջե գսե սուրքիրքը գսաստե մենք ալ այդպես պետք է Աստուծո ցայնին մեր խիջին մեջ սածներուն ականջ տանք մեր մեղքերու նկատմամբ զղջանք բայց նաև հույս ունենանք Սուրբ Անդոն հայրաբեդին խրադը պետք է ընդունենք ամեն օր, ամեն վարքյան գսե որ միտքդ թժողքին մեջ փռնե բայց երբեք մի հուսահատիր որովհետև երբ որ հավատքդ կորսունցնես այն ադեն կհուսահատվես թուն քու միտքդ մեջ սե որ ես թժողքի արժանի եմ ես մեղավոր եմ մեղքին շատ մոտ եմ ես Իմ սիրս շատ կսահի թեպի մեղք, բայց Քրիստոս իմ դերս է, իմ մարմինիս և արյունիս մեջ անոր մարմինը և արյունը գա, իմ մեջս անոր հոգին գա,
ինքը խոսք տվավ եթե զարայեմ անոր ես անոր գտնված դեր բիդլամ եթե սիրեմ եւ կատարեմ անոր խոսքերը ինձի պիտի կա եւ պիտի հաստատվի իմ մեջս այո սիրելիներ նոր դարվա այս առաջին բادرակին մեր եկեղեցու հայրերը ավետարանի այս փորձության բաժինը դրած են իմանալով որ քալիք օրերը մեզի փորձություններ պիտի բերե բայց չմոռնաք ամեն փորձությանադեն սատանան հոնե բայց աստված ալ հոնե եթե աստված եւ սատանան չգա անիկա փորձություն չլար բագաս կլա Փանիվեսը թենիս խաղացողները շիտագե երկու օքիով գխաղան առանց անոնց թենիս չլար բայց առանց իրավարարի հակեմի թենիսի մաչի չլար հետևաբար հոն մենք իրավարարի բեսենք այսինքն սատանայի ուսածները եւ աստուծո ուսածները գգշրենք եւ գորոշենք որ մեկը պիտի կատարենք փորձությունը այս է անոր համար դժվար է փորձության բահուն եւ որ մեր ուսկացումները գքերիշխեն աստված դառնալ եւ ուսել որ օգնե ինձ ովդեր որպես այս փորձութենեն հզոր եւ զորացած ելնեմ եւ աստվածալ մեզի բետ եղած օգնությունը գուտա սատանան մեզի առանցին գուզե եւ իր հաջողությունը առանցնության մեջ գլա երբ որ մեղք կկործես անդրադարձած ես որ աստված գխիրես եւ թուն եւ փորձություն առանցին գմնակ եթե աստված լա այնադեն մենք այդ փորձութենեն պիտի փրկվեինք աթամ եւ Եվան երբ որ սատանան սա որ բուդու որքան քեեցիկ է նայեցեք աստված արքիլեց որ անգե ուդեք սավ եւ քնած ցերքան զորով փռնելով չփրծուց եթե իրենք ասեին որ այո սատանան այդպես կսե երթանք աստուծո հարցնենք աստվածիմ թուն այս բուդուղեն արքիլեցիր գնախանցիս որպես մենք այդ բուդու ուդենք եւ քեզի բեսլանք Ինչ է կուբադասխանat եթե ասեին հավանաբար աստված պիտի ասեր իր փածադրությունը պիտի դար պիտի ասեր որ պիտի ուդեք այդ բուդուղեն պիտի ուդեք եւ ինձ պես պիտի լակ բայց ոչ թե հիմա հայրիկ ինչու համար չեմ գրնար ցբիգը կորձածել շատ ավոր փոցը շատ քեեցիկ է չես գրնար կորձածել հիմա դու նկայրես հայրիկ տեսա որ թունգը ձխես Ես ալ գուզեմ ձխել, գրնամ, չես գրնար, մինչև 18 տարեկան կաց չես գրնար, գրնամ խմել, այո բիդի խմես, մեզի պես բիդի լաս, սեղաններու վրա երբ որ մենք կենած կպարծրացնենք, թունալ բիդի խմես, բայց ոչ հիմա, ես բիդի որոշեմ, աստված բիդի սար ատամ Եվային, ես բիդի որոշեմ, երբ բիդի ուդեք, Փարին եւ չարը գիտնալու ծարեն հիմա պետք է սնվիկ գենաց ծարի բուդուղով որովհետեւ աստուծո նպատակն էր արդեն իրեն նմանցնել աթամ եւ Եվան իր պատկերով եւ իր նմանությամբ ստեղծեց մարդը այո սիրելիներ պետք է մեր հարաճիգա դարիներուն նայենք երանի այն մարդուն որ ենովքի պես 30-65 օրեր Աստուծո հետ գկալը Այնադեն աստված իրեն գարնա անիկա Մենք աստուծո մարդը գտարնանք Ինչ որ է մեր դիտղոսը Միայն եկեղեցականները չեն աստուծո մարդը Աստուծո հետ կալող Աստուծո հետ կալեցող ամեն անց մարդ կամ գին աստուծո մարդն է Ուրեմն եկեք աստուծո մարդը դառնանք